Արմատը բեմադրել ենք եւ պիտի բեմադրենք։ Միշտ այդպիսի ներկայացում ունենալու։ Շատ լավ է կանելու։ Հարցը որն է, որ քաղաքապետարանը 3 թատրոնների ֆինանսավորում է, բայց 2 թատրոնին շարունակել է ֆինանսավորել եւ նրանք աշխատավարձ ստացել են մեր տեղեկություններով, իսկ ձեր թատրոնը սուբսիդավորում չի ստացել այս 3 ամիսների ընթացքում։ Ինչի հետ եք դուք դա կապում։ Չգիտեմ, տեղյակ չենք, բայց հիմա Ինչպես պարզաբանեցին նրանք 3 ամիս ինչու չեն տեսին, որ վերանորոգում ես, բայց տակից ես հասկացա մեր ղեկավարի հետ իրենք խնդիր ունեն։ Ձեր ղեկավարը այստեղ էր։ Ոչ, մեր տնօրենի հետ խնդիր ունեն։ Իսկ ես կարող եմ ասել, որ լավագույն տնօրենն է Երևանի բոլոր թատրոնների։ Եթե 5 օրվա Ժամկի ինքը երևի թե նախկիններից է, այդպես են մտածում այստեղ։ Ես էլ եմ նախկին։ Տնօրենի պատճառով մտածում են տնօրենին ճնշել, դուք աշխատավարձ չստանա, այո, դուրս գանք տնօրեն, իրենց ուզածը լինի, դա չի լինելու։ Եթե 5 օրվա ժամկետում ձեր աշխատավարձները չտան, որոնք են լինելու ձեր հետագա քայլերը, ինչպես եք ձեր վերջնագիրը ներկայացնելու քաղաքապետարանին։ Վերջնագիր քաղաքապետարան չի լինելու է հրապարակում վերջնագիրը։ Կմիանանք բոլորին, արդեն միացած ենք։ Այս 3 ամիս աշխատավարձ չստանա դերասանը ու սկսի, չգիտեմ ինչպես հայտել իր ընտանիքը, իր երեխաների, դուք պատկերացնում եք։ Ինչ որ իրար մեջ անձնային գզվռտոց կա։ Քաղաքապետարանի տված պարզաբանումը ձեզ գոհացրեց։ Ոչ։ Մենք պահանջել ենք, որ նրանք գան թատրոն, որ պիտի գան թատրոն, մենք շատ հարցեր ունենք իրենց հետ պարզաբանել։ Բայց արդյոք կգան։ Դե չգան, մենք արդեն ուրիշ։ Այո։ Այս բանին հարցի լուծման բարձրացած պահանջը բավարար էին, բայց որը չեղավ, առաջարկեցինք եկել ենք, բայց ասեց, որ դեռ ես չեմ լուծողը, այսինքն պետք է բարձրանա, ճանապարհ աստիճանաբար բարձրանա, խոսքը մտածեն, ինչ բլեֆներ անեն, որ այս վիճակից դուրս գան։ Նաև նշեցին, որ հանդիպան համարել, այնպես չէ, որ կհանդիպեն, ասեցին, մի հատ տեսնենք, քննարկենք, քաղաքապետի հետ տեսնենք, նպատակը հարմար կգտնեն, հանդիպում, այո, այդպես չէ, ես Եթե գտնեն նպատակահարմար 120 հոգյանոց կոլեկտիվի հետ հանդիպելու է ժամանակ կգան։ Այդ ժամանակ մենք եթեն իրենց կառաջարկենք ու մեր գործիքակազմով։ Բայց 3 ամիս աշխատավարձ չեք ստացել, ինչու որոշեցիք 3 ամսից հետո ձեր ձայնը բարձրացնել, ինչու 1 ամիս, 2 ամիս հետ։ Ասեմ, փառք Աստծո, մեր տնօրենը այնքան լավ տնօրենն էր, որ տնտեսումներ ուներ, մենք ունեինք, որ պիտի նոր ներկայացում անեինք, թատրոնը ինչին որ ռեկվիզիտ էս, ինքը նպատակահարմար է գտել, որ աշխատավարձ տա, 2 ամիսը մենք ստացել ենք, այս ամիսը չենք ստացել, բայց էլ արդեն խնդիրը խորանում է, դրա համար ինչ է հարկավոր, դրա համար պետք է գայինք, պարզաբանենք, այդպես էլ չպարզաբանված գնում ենք։ Միայն խոստացել են, որ 5 օրից մեր աշխատավարձը կտան։ Իհարկե դա աշխատավարձի խնդիր չի նաև, արդեն իրենց վերաբերմունքն է պատանի հանդիսատեսի թատրոնի նկատմամբ, որը մեր համար 100 տարվա համարյա 100 տարվա թատրոնի նկատմամբ շատ խիստ վատ վերաբերմունք է։ Այն էլ հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Ես վախենում, այո, թատրոնի ես վախենում եմ, որ հաջորդ զոհը գոյից հետո լինելու ենք նաև մենք, հերթական։ Միանշանակ, սա մշակույթի ոչնչացում է, ուրիշ ոչ մի բան։ Այսինքն